Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանին ու նրա կնոջը Ռոզա Գագիկի Ծառուկյանին պատկանած այս անշարժ գույքի գրեթե 92%-ը մայիսի 13-ից Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Դատական գործընթացների արդյունքում ապօրինի ճանաչված գույքի շուկայական արժեքը 2022 թվականի դրությամբ, երբ գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել, կազմել է մոտ 421.5 միլիոն դրամ, կամ ավելի քան $1.100.000։ Ընդհանուր մակերեսը շուրջ 8600 քառակուսի մետր է, հողամաս, առանձնատուն, լողավազան եւ այլ ենթակառուցվածքներ, դարպասից դուրս գտնվող այգի։ Ներսում նկարահանում անել լուրերին չթույլատրվեց, Գուլոյանի ու Ծառուկյանի փաստաբանը փոխանցեց, քանի որ դա ընդհանուր բաժնային սեփականություն է եւ իր վստահորդներն այնտեղ մաս ունեն, նկարահանել կարող ենք միայն դրսից, ինչ որ կարելի է տեսնել։ Այդ կադրերում ի դեպ երևում է, որ առանձնատանն իրականացվել են որոշակի քանդման աշխատանքներ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալը մանրամասնում է, դատախազության հայցն ի սկզբանե եղել է ամբողջի վերաբերյալ։ 2026 թվականի ապրիլի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց Կարապետ Գուլոյանի գործով վճիռ որոշումը եւ օրինական ուժ տվեց 2024 թվականի հուլիսի 1-ի հակակոռուպցիոն դատարանի վճռին եւ հենց այս վճռով էր, որ որոշվել էր, որ գլխավոր դատախազության ներկայացած հայցը մասնակիորեն պետք է բավարարվի։ Ժամանակին այստեղ տարբեր հողակտորներ միավորվել են, ձևավորելով մեկ հասցե, որի վրա էլ հետագայում կառուցվել է նաև առանձնատունը։ Ապօրինի չհամարված հատվածի նկատմամբ Կարապետ Գուլոյանի եւ Ռոզա Ծառուկյանի սեփականության իրավունքը ճանաչվել է դեռևս 2000-ականներին դատական ակտի հիման վրա։ Քանի որ մի մասը իրենք ձեռք են բերել որպես այդպիսին վճարելով դրա դիմաց եւ չունենալով գումար, օրինական եկամուտներ, դա դիտարկվել էր ապօրինի եկամուտ, ապօրինի ձեռքբերում, իսկ այն մասը, որ իրենք ձեռք են բերել դատական ակտի հիման վրա, ըստ էության դա չէր դիտարկվել ապօրինի այդ մասը հողամասի։ Թե ինչպես է պետությունը տնօրինելու այս գույքը եւ ինչ նպատակի է դա ծառայելու, դեռևս հստակ չէ։ Այս պահի դրությամբ ակտիվ քննարկումներ է իրականացումն է եւ առանձին որպես այդպիսի մարմին լինի, որը իրականացնի բռնագանձված գույքերի կառավարումը եւ նպատակներից մեկը նաեւ այդ սոցիալական նպատակներով գույքերի կառավարումն է։ Իսկ առայժմ պետության սեփականությունը դարձած այս գույքը եւս կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին։ Դեռ այդ գույքին չի ամրացվել, ամրացումը բացառապես իրականացվելու է կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Հիմա այս փուլում կառավարության որոշման համապատասխան նախագիծ ենք մշակում շրջանառության մեջ դնելու նպատակով։ Պահին դեռ վերջնական որոշված չէ ինչ նպատակով է օգտագործվելու։ Նախորդ օրերին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է նաև Կարապետ Գուլոյանից ու Ռոզա Ծառուկյանից դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձված այլ գույքերի նկատմամբ եւս։ Ծաղկաձորում հողամասի, որի շուկայական միջին արժեքը կազմել է ավելի քան 38 միլիոն դրամ, եւ Ագբա բանկի 2000 հատ բաժնետոմսերի նկատմամբ։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։